Կառավարությունը խստացնում է վարժական հավաքներից խուսափելու պատիժը, որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով, աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով կամ ազատազրկմամբ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով։ Սակայն եթե քաղաքացին հավաքից խուսափում է իրեն մամնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ապա պատժվում է ազատազրկմամբ 2-ից 5 տարի ժամկետով։ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպման վերաբերյալ։ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում են խորանալ աննախադեպ տեմպերով։ Կողմերը քննարկել են ԵՄ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Հայաստանի արժնախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Աստանայում հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի սենատի նախագահ Մաուլեն Աշինբաևի հետ։ Քննարկումների առանցքում են եղել տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին վերաբերող հարցեր։ Արժնախագահը գործընկերոջը ներկայացրել է խաղաղության խաչմերուկ նախագիծը, կարևորել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Լավրովի այցը Հայաստան ներկայումս մշակվում է, ճեպազրույցում Զախարովան է հայտնել։